Հարությունյան ընտանիքին ես ծանոթ եմ երևի արդեն 40 տարի։ Շատ լավ ճանաչում եմ հորը, Աստված հոգին լուսավորի, իհարկե, ինձ համար բավականին ծանր կորուստ էր նրա կորուստը։ Ճանաչում եմ իրենց ընտանիքին, ճանաչում եմ իմ հորը, որի անունով Նարեկը գյուղ է կառուցում բանում, Քելբաջարում։ Առհասարակ ստեմ մասնավորապես խոսքը գնում է Նարեկի մասին, բայց ես կուզենայի ընդհանրացնել, որովհետև շատ էլի ընկերներ եմ ունեցել, որոնց ժողովրդական լեզվով ասած ամեն ինչ անում են, որպես հուշ տենանում, որպեսզի ստեղից գնան այդ մարդիկ։ Գիտեք ինչ, սա այն միակ արվեստի կենտրոններից միակ արվեստի կենտրոնն է, որը ձրի դալիճ է հատկացնում երեխաներին, որ կան ստեղ իրենց բարերն ու երգերը ցույց տան։ Արտասահմանի հայերն են գալիս, թե տրապիզոնցիները ստեղ համերգ տվեցին։ Ինձ էլ է օգնել շատ Նարեկը, թե ֆինանսավորել, ասենք, գրքույկների, CD-ների, շատ մարդկանց, ասենք, Վահան Արծրունի, չգիտեմ, եւ այլն, հիմա չեմ կարող տես թվարկել։ Գիտեք ինչ, սա ես չէի ուզենա միայն Նարեկի վրա կանգնել, այս պետությունը քանի որ այլանդակ պետություն է, իսկ մենք բոլորս գիտենք, որովհետև եթե այլանդակ չլինի, չի այդքան մարդիկ պետք է գնային։ Ես չեմ հասկանում, թե Նարեկը ինչ կապ պետք է ունենա հարկային ինչ-որ սիստեմի հետ։ Երբ որ նա ձրի դալիճ է հատկացնում մարդկանց, երբ որ նա ձրի լավություն է անում, երբ որ նա գիտեք ինչ, ոնց որ հատուկ նենց անեն, որ այս պետությունը չաճի, առաջընթաց չապրի, այսպես տպավորություն է ստեղծվում։ Իսկ այն որ Նարեկին անիրավ կերպով բռնել էին, չգիտեմ ինչ հարցերել են տվել այնտեղ, ինչ հարց պիտի տան Նարեկին եւ Նարեկին ինչ պիտի պատասխանի, դա լավ չգիտեմ, բայց դա պարզապես իմ կարծիքով սրիկայություն է, որ Նարեկի նկատմամբ։ Ես ճիշտ ասած զարմացած եմ այս ամեն ինչից, որովհետև սա առաջի դեպքը չի։ Ոչ էլ շատ տխուր եմ։ Ստերեոտիպին ուզում են այնպես անել, որ առհասարակ ստեղ մշակույթ գոյություն չունենա, կոնկրետ ոչ թե մշակույթ, այլ արվեստ։ Հեռուստատեսությամբ մենք անընդհատ տեսնում ենք այլանդակություններ, չէ՞, այս երգիջերգչուհիները ինչ որ երգում են վատ երգեր, երգ-գրողներ շատ քիչ կան, շատ քիչ։ Երգում են այլանդակ երգեր, այլանդակ ձևով, այլանդակ խոսքերով, ու այդ ամեն ինչը պրոպագանդա է արվում պաշտոնապես հեռուստատեսությամբ։ Այս կենտրոնը միակ կենտրոններից մեկն է, որտեղ որևէ վուլգար, գռեհիկ, անշնորհ բան չես տեսնի, այլ կտեսնես իրոք արվեստի հետ կապված մարդկանց խմբեր, արվեստի հետ կապված ինչ-որ նկարիչների ցուցահանդեսներ են բացվում ստեղ, չգիտեմ, պստիկների խումբ է երգում, այսինքն ուզում է այս ժողովրդի մեջ, կարծես թե արվեստը նաև այդ իր բանը ունի, չէ, հատկությունը ունի, հույսը չկտրի, որ ժողովուրդը ապրի, որովհետև ժողովուրդը մենակ հացով չի, որ ապրում է, այլ նաև հոգևոր կյանքով։ Հիմա, եթե այդ հոգևոր կյանքին դեմ է մեր պետությունը, իսկ դա միանգամից է երևում։ Ուրեմն ամեն ինչ նորմալ է։ Մնում է միայն շնորհակալություն հայտնել կառավարությանը իր վերաբերմունքի համար, որովհետև դա եթե կոնկրետ ստրատեգիա է, իսկ իմ կարծիքով կոնկրետ ստրատեգիա է, ուրեմն տենց է պետք է լիներ։ Ես ենթադրում եմ, գիտեմ, որ եղբայրը բաժնետոմսեր ուներ ժամացույցի գործարանում, կարող է ուզում են Նարեկին ճնշեն, որպեսզի եղբորից այդ բաժնետոմսերը խլեն, որովհետև մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, որ խլոցի, փախծնոցի մի ցակ sense խաղ է գնում։ Եվ եթե իմ ենթադրությունները ճշտվեն, ուրեմն ես այդքան էլ սխալ բան չեմ ասում։